դեկտեմբերի 31-ն է, օրը բարին է։ Դուք բոլորդ պատրաստում եք, իսկ մենք այստեղ աշխատում ենք։ Մենք եկել ենք տոնական տրամադրության պարգևելու ձեզ տոնական ռիթմիկ առավոտ, որպեսզի բոլորդ պատրաստվեք բլինչիկ փաթաթելուն, տոլման տեղադրելուն, աղցանները կտրատելուն եւ վերջի վերջո տոնական սեղանի շուրջ հավաքվելու ընտանիքով ջերմություն միմյանց փոխանցելու համար։ Այսօր դեկտեմբերի 31-ն է, իսկ դա նշանակում է տարվա ամենավերջին օրն է։ Այո, այնինչ պատրաստում եք դրա մեջ մեծ սեր դրեք, որտեղ դա փոխանցվելու է այն բոլոր հյուրերին եւ ընտանիքի անդամներին, ովքեր որ համտեսելու են եւ ամբողջ տարին պատկերացնում եք դա պահպանվելու է։ Դե ինչ այս ամանորյա հրաշալի թողարկումը սկսենք վառ գունեղ տեսահոլովակով, որից հետո կվերադառնանք։ Գնացինք տեսահոլովակ։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ տոնական եթերը շարունակում է 21 TV-ին այս պահին ձեզ համար ամեն ինչ անում է մեր ստեղծագործական խումբը, որպեսզի դուք տոնական իհարկե տարեմուտը դիմավորեք։ Ինչպես գիտեք, մենք ունենք էջ նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ, բայց Նաիրան նույնպես պատրաստել է տոնական թողարկում, այնպես որ այս պահին միանանք եւ տեսնենք ինչ անակնկալներ է մեզ համար։ Այո, թողեք բան ու գործն ու հետևեք, շատ կարճ է լինելու, որովհետեւ ինչ որ մի բան կվերցնեք հաստատ այսօրվա համար։ Գնացինք։ Սիրում եմ ձեզ։ Վերադարձանք, շարունակում է մեր տոնական եթերը եւ արդեն տաղավարում ունենք տոնական հյուր, ով հրաշալի դրամատուրգությամբ ողջ տարի գեղեցկացրել է մեր եթերը, գալով մեզ հյուր, չէ։ Տոնական է այսօր։ Վրեժը շատ երջանիկ է։ Ես նույնպես։ Բարի առավոտ։ Մեր սիրելի երկչուհի Մարինե Մխիթարյանն է մեր հյուրը։ Իմ սիրած վայրում եմ, իմ ամենասիրելիների հետ Գեղեցկուհին։ շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ։ Վերջերս մեր հյուրն էր եւ ես շատ ուրախ եմ, որ տոնական օրը նույնպես գտար ժամանակ, չնայած գիտենք, որ երկչույները շատ զբաղված են լինում վարքյան առ վարքյան այսպիսի օրերը։ Ինչ է սպասվում։ Ես ձեզ համար միշտ պատրաստ եմ, ճիշտն ասած, եւ Մարինե, յուրաքանչյուր կարծում եմ, որ ներողություն, բայց յուրաքանչյուր այսօր կարծում եմ մարդ կուզենար, որ իրենց ընտանիքում որպես այսպիսի ձյունանուշ մի պահ այցելել ու գնար քո նման երեկոյան գար ու շնորհավորել այսպես կով։ Շատ եմ սիրում, շատ, ես մեծ հաճույքով եմ գալիս, նույնիսկ եթե ժամանակ չլինի, ես ժամանակ կգտնեմ ձեզ հյուր գալու համար, դա չի քննարկվում։ Ուրեմն այսօր եկել եմ երգի պրեմիերայով։ Այս երգը 1 տարի հետաձգվեց իմ հենց զբաղվածության պատճառով։ Այս տարի ես հասկացա, որ վերջ ժամանակն է, որ այս երգը ես հանձնեմ հանդիսատեսին եւ իհարկե եկա իմ սիրելի դար 21 պրեմիերա անելու առաջինը։ Մենք շատ ուրախ ենք եւ վստահաբար այս պայն հեռուստադիտողն էլ սպասում է։ Եկեք միասին վայելենք պրեմիերա Մարինե Մխիթարյան մեզ մոտ օրդ բարի դեկտեմբեր 31-յան եթերում պրեմիերա։ Երաժշտություն։
Վայելեցինք տեսահոլովակը, վերադարձանք մեզ մոտ տոնական եթերը շարունակվում է, տոնական տրամադրությունը շարունակվում է, ինչպես նաև իհարկե տեսահոլովակն էր տոնական ու նոր տարվա մասին։ Շնորհավորում ենք պրեմիերայի կապակցությամբ, մի փոքր կպատմես, հա, հոլովակը ինչպես նկարահանվեց։ Շատ շնորհակալ եմ, ես ուզում եի այս երգով բարձր տրամադրություն փոխանցել, որովհետև մեր նոր տարվա երգերի մեջ շատ քիչ են ռիթմիկ երգերը։ Ես դա նկատել եմ։ Դա քեզ մոտ ստացվեց։ Մինչև հիմա այդ էներգիան մեր մեջ է։ Ես անընդհատ մտածում էի դրա մասին, որ ռիթմիկ երգ սարքեմ, հենց տոնական, որ միայն նույնիսկ բառերը չլսելուց արդեն իսկ մարդկանց մոտ տրամադրություն առաջանա։ Երբ որ արդեն երաժշտությունը սկսում է եւ տեմպո ռիթմը, այո, արդեն տոնական տրամադրություն փոխանցի, որովհետև այդ էներգետիկան մնում է մարդու մեջ, դե տոնական տրամադրությունը կարծում եմ, որ երգի միջոցով համար առաջի փոխանցման միջոցն է ինձ համար կոնկրետ, եւ ես որոշեցի, որ այս երգով պետք է անպայման այդ տոնական տրամադրությունը փոխանցեմ եւ նա սիրո մասին է։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի սիրող սիրտ չմնա առանց սիրո։ Մաղթում եմ մեր բոլոր հանդիսատեսին, այդ հեռուստադիտողին մաղթում եմ, որ բոլորը գտնեն իրենց սերը։ Իմ երգը հենց դրա մասին է, որ թող այս տարի իմ սերը ետ բերի նոր տարին եւ կարծում եմ, որ հուսամ իմ երգի միջոցով բոլորը իրենց սերը կգտնեն։ Հրաշալի խոսքեր, մենք էլ միանում ենք մաղթանքներին, կցանկանա իմանալ քեզ համար ինչ խորհուրդ ունի ամանորը եւ ինչ բույրի հետ ես ասոցացնում։ Ես ամանորը էլի ասոցացնում եմ ցիտրուսային բույրերի հետ։ Մանդարինը վկա։ Շատ, այո, մանդարինը վկա, դա մանկության չէ, մի տեսակ, չգիտեմ, հենց այդ ցիտրուսի հոտը, դա կարծես թե սենց, չգիտեմ, տոնական զարդարած աչքիդ առաջ է գալիս։ Եվ այդ տոնը ասեմ, որ կարծես թե վերածնունդի նման ինչ-որ տոն է ինձ համար, ամեն տարի բոլորի համար կարծում եմ, սենց միշտ մարդիկ մտածում են, որ այս տարի ավելի լավ է լինի, աստաստա միշտ այդպես լինի, որ իհարկե մենք սպասում ենք, չէ, հաջորդ տարվան ավելի ես նոր։ ուզում եմ, որ բոլորի համար, մեր երկրի համար տարեց տարի էլ ավելի լավանա եւ այն ինչ որ մենք երազում ենք, մտածում ենք, այդ տարի իրականանա եւ անցնենք հաջորդ տարի մյուս երազանքներին։ Կարծես թե այդ տոնական այդ օրը քեզ թվում է, որ եւ դու հուսով ես, որ այս վերածնունդի նման կսկսես նորից, հիմա լիքը ծրագրեր կան, ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան նախորդ տարիներին եւ ես սրտանց մաղթում եմ, որ դա իրականանա բոլորի մոտ, ինչ երազանք որ ունեն։ Շնորհակալ ենք, կան համաշխարհային հիթեր ամանորյա, որոնք շատ հայտնի են ու սիրված, բայց դու մեզ համար Հայաստանում ոչ պակաս ֆանտաստիկ երգչուհի ես եւ անդրադարձել ես նաեւ երգերից մեկին, արել ես քո cover տարբերակը, Mariah Carey, եթե չեմ սխալվում։ Այո։ Կարող ենք դիտել։ Իհարկե, սիրով։ Եկեք վայելենք։ Այս պահին իհարկե Mariah Carey։ Հրաշալի ամանորյա տրամադրություն ստեղծեց նաև այս հոլովական, չափ շնորհակալ ենք, որ եկար մեր տաղավար եւ սպասում ենք քո բարեմաղթանքներին 2026-ի։ Ես էլ եմ շատ շնորհակալ, կրկին անգամ ասեմ, որ բոլորին մաղթում եմ սեր եւ միայն սեր, դա կփրկի աշխարհը, կարծում եմ։ Մենք էլ քեզ ենք մաղթում սեր, լիություն, ներդաշնակություն ու նոր տեսահոլովակներ, որ սիրով լուսաբանենք տարվա ընթացքում։ Շնորհավոր ամանոր։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, թող որ սեր ավելանա քո կյանքում, այն սերը, որի հետևից որ դու գնում ես 2026-ին։ Շնորհակալ եմ։ Տեսահոլովակ այս պայն եթերում, որից հետո կանդրադառնանք հաջորդ հյուրին։ Վերադարձանք տաղավար, մեծագույն սիրով ներկայացնում ենք մեր տոնական հաջորդ հյուրին, Ջուսն է եկել մեզ հյուր։ Տոնական ու փայլուն ու սնդուսափայլ ջուսը այսօր, բարի առավոտ ջուս։ Բարի առավոտ, ողջույն բոլորին, այդպիսի տոնական տրամադրությունով մենք սկսում ենք, ես եմ էլի սկսում, այսինքն ես այստեղ գտնում եմ տոնական այսպիսի հիանալի տրամադրությունով եւ փոխանցում եմ դա ձեզ։ Ջուս խոհանոցում ինչ որ բան պատրաստում ես, սիրում ես տոնական ինչ որ ուտեստներ պատրաստել։ Շատ եմ սիրում ուտել։ Ուտել այդ բոլորս ենք սիրում։ Ես գիտես, չէ, քանի որ ես մենակ եմ ապրում կատվիս հետ, ես ու տանը չեմ լինում։ Ես գնում եմ միայն չրեր, պոպոկ պանդուկ, այսքանը։ Մանդարին, շնորհավոր նոր տարի։ Իսկ կատվի համար տոնական ուտեստներ գնում ես, որ ասենք նոր տարի է այլ բան։ Պատկերացրու նա ամեն օր տոնական ուտեստների մեջ է միշտ։
շեյխի նման պահում։ Ջուս իսկ հյուրեր որ գալիս են, չեն պահանջում որ տոլմա հյուրասիրես ինչ որ մի Չեն գալիս հյուրեր, ինձ ճիշտ ագնում բոլորի մոտ։ Ճիշտն ասած, եթե գալիս են, ես պատվիրում եմ։ Ինչ լավ է ապրում ջուսը։ Ջուս ինչպիսին էր տարին քեզ համար։ Հիանալի, քանի որ ես վերջապես տեսահոլովակ նկարանեցի եւ ձեր մոտ պրեմիերա արեցի։ Մենք հիշում ենք կրակոտ տեսահոլովակը։ Ներեն դանդերը սիրո։ Այո։ Եվ ուրախ տարի էր, չգիտեմ, քանի որ երևի ես այն որ ասում են ռակուրսը փոխեցի, Այդ տեսահոլովակում արդեն քո ռակուրսը փոխված էր։ Այո։ Միշտ որ լավ ես նայում կյանքին, ուրախ, տենց ամեն ինչին Դրական, շնորհակալ ես եւ այլն, լրիվ դրական ինչ որ հետաքրքիր բաներ է կատարվում եւ մտնում քո կյանք։ Հրաշալի ջուս։ Իսկ ինչ ակնկալիքներ ունես 2026 թվականից։ Ես մտածում եմ ճանապարհորդել եւ ուղակի եւ համերգներով նոր տեսալվակ պարտադիր կլինի դեպի ամառը, արդեն դե երգը պատրաստ է, անակնկալ մի խոսքով եւ ծանոթանալ նոր հետաքրքիր մարդկանց հետ, մարդես ամեն ինչ որ փոխվի, Նոր կրակներ, նոր սերեր, նոր հայացքներ, նորություն նոր էներգիա։ ու ավելի աճես որպես մարդ, ավելի զարգանաս, Ավելի մեծանաս, հարստանաս նաև, լցվես։ չհանաս։ Իհարկե։ Իսկ ինչ ես այսօր մեզ բերել։ Տեսահոլովակ, թե երգ։ Երգ, այսօր երգ։ Վաու, ուրեմն վայելենք։ Ավարտեմ իմ միտքը, ակոնը մի վարկյան մի խոսիր, մորացիր ձև բռնած քո այդ դիրքը, ես էլ եվաստա չեմ հանդուրժի, անիմաց խոսացողները շատ են, դու նրանց պարզապես հանդեսիր, ես գիտեմ քեզ համար դա շատ բարդ է, աչքերը փակիր ու լսիր, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի, ինձ հետ մնա, էլ մի կնա, երկիր ու ինձ հետ բարբարի Պատրաստվիր մենք հիմա թրջում ենք ու հասնում ենք արդեն այն կետին, երբ ամենը անհետանում է ու լսվում է միայն մեղեդին, էլ չկա ոչ մի հարց այս ամենը, այնքան հեշտ է դու մի կասկածիր, ջնջիր խանգարող մտքերը, աչքերդ փակիր ու լսիր, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի, ինձ հետ մնա, էլ մի կնա, ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Շնորհակալ ենք անչափ ֆանտաստիկ կատարմանդ համար եւ լսում ենք քո բարեմաղթանքը հեռուստադիտողին 2026 թվականի համար։
ձիու տարի է բնականաբար կրակոտ։ Կրակոտ։ Եվ ուզում եմ ասեմ բոլորին մաղթել հիանալի տրամադրություն ամբողջ տարվա ընթացքում եւ միշտ եղեք դրական եւ հաջողություններ ամեն ինչում, առողջություն ամենակարևորը, երազանքների իրականացում եւ շատ փող, ինչու ոչ։ Ասեց էդի վերջ։ Շնորհակալություն, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Դե ինձ սիրելի հեռուստայտող վերադարձան կրկին օրդ բարի տաղավար, լի է տոնով, ուրախությամբ, լավ տրամադրությամբ եւ նոր տարի է ժամեր անց եւ մենք ունենք լավ նորություն հայտնելու մեր հեռուստադիտողներին։ Այո, մենք ունենք հյուրեր եւ ժամանակն է ներկայացնելու նրանց։ Քանի որ նորություն են լինելու ասպարեզում, եկել են հայտնելու այդ նորության մասին, խոսքը Love Project-ի մասին է եւ այսպես այսօր մեր տաղավարում են Love Project-ի պրոդյուսեր Գուրգեն Այվազյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաեւ մեներկչուհի Շուշ Անտոնյանը եւ մեներկիչ Ժորա Ներսիսյանը, բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ տարին ավարտվում է, բայց կասկած նորությամբ։ Այն էլ այսպեսի, որ ունենք նոր project, Love Project, ինչպես միտքը ծագեց անելու Love Project։ Իրականում միտքը շատ վաղուց է ցակել, երկար ժամանակա մենք աշխատանքներ ենք տանում այս պրոյեկտի վրա։ Միտքը եկավ նրանից, որ ուզում ենք բերենք հին բոլոր նոստալգիա առաջացնող երգերը, նորովի մատուցմամբ, նոր գործիքավորմամբ ու մեր պարագայում այդ երգերը պարտադիր չի որ լինի անպայման ինչ-որ ուղղությամբ։ Դա կարող լինի բոլոր մեր 90-ականների, 80-ականների, 70-ականներից սկսած բոլոր ժանրերի, բոլոր երգիչների, բայց պարտադիր են գործերը, որոնք որ իրապես այսինքն հիթ են եղել, սիրվել են եւ ժողովրդի կողմից այն ամենասիրված։ Ու բացարձակ սահմանափակում չկա, որ երգիչը կարող լինի, որ Եվ ինչ ժանրում է ստեղծագործությունը։ Այսինքն տարբեր ժանրերի։ Այդ հարց ուզում եի ուղղել ինչու, որովհետև հիմա շատ են բենդերը եւ պրոջեկտները, կարծես թե այսպես տենդենս կա, հա, նորության եւ ինչով է առանձնանալու Love Project-ը, որ ասեն, այ մենք իրենց ենք ուզում լսել, ըստ ձեզ։ Իմ կարծիքով ինչ էլ երգես, ամենակարևորը պիտի երգես գրագետ ու հետաքրքիր լավ գեղեցիկ երգեր, որը մենք վաղուց ենք լսել այդ երգերի ներքո, Հովանի ներքո մեծացել ենք, ինձ թվում է շատ գեղեցիկ պրոջեկտ կլինի ու մենք կկարողանանք այդ ամենը մատուցել մեր ունկնդիրին։ Շատ բարի, Շուշան, դուք ինչպես ստացաք առաջարկը լինելու Love Project-ի մի մասնիկը եւ ինչով գրավեց։ Ճիշտն ասած, առաջարկը շատ պատահական է եղել եւ ինչի համար շատ ուրախ եմ։ Խումբը առանձնանում է կարող եմ ասել ինչով ենք առանձնանում ենք ոչ միայն որակով, ինչպես Ժորա ասաց, այլ նաև կա շատ մեծ սեր ու երևի թե մեր անունը որ կա, հենց այդ մեծ սիրո առիթով է եղել։ Շատ ուրախ եմ եւ կարծում եմ, որ մենք այս ասպարեզում կունենանք մեր ձեռագիրը, մեր մատուցման յուրովի ձևը։ Այսա շատ կարևոր է իսկապես ձեռագիր ունենալ ու հիշվել։ Ինչպես է կընտրում հենց այն երգերը, որոնք դառնում են կիզակետային, եւ եթե հիմա կարող ենք, թեկուզ մի քանի երգ թվարկենք, որպեսզի հեռուստադիտողին էլ պարզ լինի, թե որ ժամանակաշրջանի մասին է եւ ինչ երգերի մասին է խոսքը։ Կոնկրետ երգերը եկեք չասենք, թող գաղտնիք մնա։ Այո, անակնկալներ կլինեն, բայց ժանրային որ տարբեր են լինելու երգեր, 70-ական, 80-ական, 90-ական երգեր են լինելու, այն բոլոր սիրված երգերը, որոնք երկար տարիներ չեն լսվել, մենք ուղղակի վեր ենք անում, նոր ձևով մատուցում ենք։ Վստահ ենք, որ շատ կսիրեն, որտեղ դրանք այն ժամանակվա լավագույն երգերն են։ Այստեղ մի հետաքրքիր հարց ես ուզում եմ պրոդյուսերին իհարկե տալ։ Հետաքրքիրը, երբ որ ընտրում եք ստեղծագործությունը եւ տեղի ունենում գործիքավորում։ Գործիքավորումները փորձում եք ժամանակակից անել, թե մնալ, օրինակ ասենք, եթե 80-ականների հիթ է կամ 70-ականների է, համադրել, հա, այդ երաժշտական անպայման ինչ-որ բաղադրիչներ, գործիքներ պահպանել, որ այդ դեժավյուն առաջանա մարդկանց։ Իհարկե ժամանակակից ձևով ենք ներկայացնում գործիքավորումը, բայց այդ իր մեջ կոլորիտը պահում ենք, որոշակի նյուանսներ կա, որ ոնց որ ասած փորձում ենք փոխանցել այդ գիծը, որը որ կա,
Իհարկե այս մի պոպուրի մասին կարանք հիմա խոսենք, որովհետև ինքը արդեն YouTube-ում կա, ամանորյա, տեսեք մենք ստեղ վերցրել ենք նույն Վերկա Սիրջուշկայի երգը Թաթա Սիմոնյանի ամանորյա երգերից, ունենք Շավոյի ու Արա Մարտիրոսյանի դուետից շիկերի, բոլորին շեշտեմ այս դեպքում, քանի որ որպես cover մենք իրենց երգերն ենք ներկայացնում, բայց մենք պահպանել ենք երաժշտական առումով, որ լսում ենք, տպավորությունն է, որ նույն Թաթայի գործիքավորումն է, ուղղակի մի քիչ բնականաբար փոփոխած, մենք չենք նմանակի իրենց ամբողջությամբ։ Այստեղ են ասել, ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան 100 անգամ խոսել, հենց այս պահին 21 TV-ի եթերում օրդ բարի շրջանակներում դեկտեմբերի 31-ին պրեմիերա Love Project եւ այլելու ենք պոպուրի։ Հրաշալի պոպուրի, որ կազմված է տարբեր ժամանակների հիթերից, այնպես որ գնանք։ Вам немножко не везет, все пройдет. А чего душа поет, тело крутится в полет. Новый год, Новый год, Новый год. А чего душа поет, тело бросится в полет. Новый год, Новый год, Новый год. Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Իմ մոռացիր ձյունանուշին հետը բեր Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Նոր տարի է, նոր տարի է, նոր տարի Ձմեր պապի անպայման մեր տունարի Իմ մոռացիր ձյունանուշին հետը բեր Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Իմ մոռացիր ձյունանուշին հետը բեր Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Չմոռանաս ձյունանուշին հետը բեր Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Չմոռանաս ձյունանուշին հետը բեր Շատ են սիրում նոր տարին հայերը մեր Պայծառուվար լույսեր սիրում դրսում ծմեր ներսում գարուն նորից անհոգ խինդու ծիծաղ նորից երգեր դեմքեր ուրախ Պայծառուվար լույսեր սիրում դրսում ծմեր ներսում գարուն նորից անհոգ խինդու ծիծաղ նորից երգեր դեմքեր ուրախ Երազանքներ ու ամենին ուշ տարան անցած գիշեր Տարիներ գալիս եք դուք հեռունից ու նորից գնում եք հեռուներ Հին տարին անցավ գնաց մի օրվա պես Նորից նոր տարի նորից ուրախ հանդես Ձմեր պապ ձյունանուշիկն ու նորից մենք շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Հին տարին անցավ գնաց մի օրվա պես Նորից նոր տարի նորից ուրախ հանդես Ձմեր պապ ձյունանուշիկ ու նորից մենք շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Դու եկել տոքուկ
մեկնելի առանց հարթել ոնց կլի առանց ուրախ երկերի էլ նոր տարին ոնց կլի էլ իշտոնացար առանց պապ ծմեր պապ ասես ասանիկ առանց հարս առանց պես առանց պապ էլ իշտոնացար առանց պապ ծմեր պապ ասես ասանիկ առանց հարս առանց պես առանց պապ Տարին մեկով միասին մենք հավաքվում ենք հին տարին ճանապարհում ենք ուրախ գիշեր անցկացնում ենք գինին գավաթով խմում ենք մենք հին տարվանից հեռանում ենք բարին միայն ցանկանում ենք նոր տարում Միասին մենք զարդարում ենք ձմեր պապիկին սպասում ենք նվերներ անվերջ ստանում ենք երբ ուրախ երգեր երկու զանգակներ են ղողանջում են նոր տարվա մասին հիշեցնում են Նոր տարի գալդ բարի նոր տարի սիրով եղիր նոր տարի թող ուրախ լինա մեզ մոտ միշտ նոր տարի գալդ բարի նոր տարի սիրով եղիր նոր տարի թող ուրախ լինի Նոր տարի գալդ բարի նոր տարի սիրով եղիր նոր տարի թող ուրախ լինա մեզ մոտ միշտ նոր տարի գալդ բարի նոր տարի սիրով եղիր նոր տարի թող ուրախ լինի Շատ շնորհակալ ենք իրականում կատարման համար, այնպիսի տրամադրություն ստեղծեցիք, այնպիսի էներգիա ու իսկապես առաջացավ մեզ մոտ այդ նոստալգիան, ես գնացի Որոշ հիթեր, մեր ժամանակների հիթերն են նաև եւ հրաշալի է։ Նախ շնորհավորում ենք ձեզ, բարի երթ ենք մաղթում ու վստահ ենք, որ դուք կունենաք ասպարեզում ձեր ուրույն տեղը յուրահատուկ ձեռագրով, շատ ու շատ միջոցառումներ, հետաքրքիր պրոյեկտներ, մենք էլ սիրով տարվա ընթացքում կլուսաբանենք ձեր նոր գործերն ու հոլովակները։ Ձեզ բարի ընթացք մաղթում։ Շնորհավորում ենք եւ իհարկե ձեր կողմից նաեւ ակնկալում ձեր շնորհավորանքները մեր հեռուստադիտողին որպես լավ պրոջեկտի սոլիստներ, Ժորա։ Իսերտե բոլորին շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ, ցանկանում եմ ամենակարևորը խաղաղություն իմ հայազգին եւ թող մեր բոլորի երգերը մտնի բոլորի օջախ ու գերի բոլորի սրտերը։ Ուրա, Շուշան։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, կարծում եմ ամենակարևորը, որ այս պահին բոլորս սպասում ենք, դա խաղաղությունն է, թող խաղաղության տարի լինի եւ բոլորի երազանքների իրագործման տարին լինի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն, Գուրգեն։ Եվ իհարկե բնականաբար միանում եմ բոլոր շնորհավորանքներին, ամենակարևորը մենք այսօրվա մեր ամենամեծ ցանկությունն է, որ աշխարհում լինի խաղաղություն։ Իհարկե թող բոլորի օջախներում, ընտանիքներում տիրի խաղաղությունը, առողջությունը եւ երջանկությունը։ Մենք էլ ինչ որ չափով կփորձենք մասնակցենք այդ երջանկությանն ու ուրախությանը։ Շնորհակալություն անչափ, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ եւս մեկ անգամ։ Ուրա! Ուրա։ Դե ինչ, մեզ շատ սիրելի հեռուստադիտող, մոտեցավ ավարտին մեր այսօրվա Ամանորյա տոնական եթերը եւ այս տարվա վերջին եթերը։ Արդեն կհանդիպենք հաջորդ տարի, մեզ մնում է միայն ձեզ մաղթել իսկապես խաղաղություն, երջանկություն, ներդաշնակություն ընտանիքներում, սեր ու դրական տրամադրություն, որը կփորձենք ապահովել արդեն 2026 թվականին յուրաքանչյուր առավոտ ձեզ ասելով, թող ձեր օրը լինի բարի։ Ես եւս առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ բոլորիս մաղթեմ, որպեսզի խաղաղություն լինի եւ հայոց աշխարհը առանձնացնենք, թող առանձնահատուկ խաղաղություն ու բարգավաճում ապրի, որպեսզի մենք կարողանանք ստեղծագործենք, արարենք, սիրենք միմյանց խաղաղ երկնքի տակ։ Անահիտ, ես քեզ շնորհակալություն եմ հայտնում այս 1 տարվա գեղեցիկ աշխատանքի համար։ Ուզում եմ ասեմ, որ քեզ շատ սիրում եմ, ուզում եմ, որ քո կյանքում եւս լինեն հաջողություններ եւ ինչ երազանքներ որ ունես, Աստված թող կատարի։ Փոխադարձ Վրեժջան, իսկապես շնորհակալություն եմ հայտնում, ես էլ քեզ եմ շնորհավորում եւ ձեզ համար մի ամբողջ տարի յուրաքանչյուր առավոտ աշխատեցին Վրեժ Կիրակոսյանն ու Անահիտ Կիրակոսյանը։ Մնացեք բարով։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։